2017 թվականին Հայաստանում տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրությունները։ Մասնակցելու եք արդյոք ընտրություններին։ Միանշանակ մասնակցելու եմ 43.5%, ավելի շուտ մասնակցելու եմ 28%։ Ավելի շուտ չեմ մասնակցելու 81% եւ միանշանակ չեմ մասնակցելու 12.3%։ Ընդհանուր 71%-ը, 71.5%-ը հիմա ասում է, որ մասնակցելու է։ Բայց բոլորս գիտենք, որ մենք ունենք դեռ 9 ամի ժամանակ եւ տեսնենք այդ 9 ամսվա ընթացքում ինչ լույսաշխարհ կգա եւ ինչ արդյունք կունենանք։ Եթե ազգային ժողովի ընտրությունները լինեին մոտակա կիրակի օրը, ապա դուք որ կուսակցությանը կտայիք ձեր ձայնը։ Սա ինձ թվում է ամենահետաքրքրական հարցն է եւ պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ։ Դժվարանում են պատասխանել կամ հրաժարվում են պատասխանել 32.5%, ոչ մեկին 41%, ես ինչպես ասել եմ, որ ոչ մեկին դա ախտելու ընտրությունների ժամանակ եւ փորձեմ թվել կուսակցություններին 0.2% օրինաց երկիր, քաղաքացիական պայմանագիր 0.9%, նոր Հայաստան 0.6%, համախմբում 0.2%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն 9%, հայկական վերածնունդ 0.3%, օրինաց երկիր եւ հայկական վերածնունդը ինչի առանձին նշված, որովհետեւ մարդիկ են ասել, թե որ կուսակցությանը ձայն տալու, մենք այդ ձևել վեկայել ենք պատասխանները եւ այդ ձևել ներկայացնում ենք։ Հայաստանի ժողովրդական կուսակցություն 0.1%, հայ հեղափոխական դաշնակցություն ՀՀԴ 3.2%, հայ ազգային կոնգրես ՀԱԿ 2.2%, լուսավոր Հայաստան 0.4%, ժառանգությունը 1.1%, Բարգավաճ Հայաստան 8.3%, Ալյանս 0.1%, Ազատ դեմոկրատներ 0.2%։ Գնահատումը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես ընդդիմադիր չէ, 5-ը շատ ընդդիմադիր է։ Եվ պատկերը հետևյալն է. քաղաքացիական պայմանագիր 3.4 բալ, ամենաբարձրն է ստացել, նոր Հայաստան 2.9, համախմբում 2.6, Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.4, դա սպասել էր կարծում եմ, հայկական վերածնունդ օրինաց երկիր 2.2, Հայաստանի ժողովրդական կուսակցություն 2.6, հայ հեղափոխական դաշնակցություն 2.7, հայ ազգային կոնգրես ՀԱԿ 3.2, լուսավոր Հայաստան 2.7, ժառանգություն 3.2 եւ Բարգավաճ Հայաստան 2.7։ Ու Ալյանս եւ Ազատ դեմոկրատները 2.7 բալ։ Բալերի մասն է խոսքը գնում։ Սա ինչը վերաբերում է կուսակցություններին։ Մենք ունենք նաեւ տվյալ կապված որ քաղաքական գործիչներն են առավել ընդդիմադիր, նույն սանդղակով է գնահատվում, հա։ Եվ պատկերը հետեւյալ, քանի որ կուսակցության քաղաքական գործիչները բավականին շատ են, որոնք որ կարող են գնահատվել, առաջնային, ասենք ամենաանդիմադիրներն են ճանաչվել Նիկոլ Փաշինյանը 3.8 բալ եւ Զարուհի Փոստանջյանը 3.8 բալ։ 3.4 բալական ստացել են Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռաֆի Հովհաննիսյանը եւ ամենանվազ ցածր այսպես գնահատականը ստացել է որպես ընդդիմադիր 2.1 բալ Ռոբերտ Քոչարյանը։